Արդեն 2 օր է Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը միմյանց հետ հայտարարություններով են խոսում, որ պարզեն, թե ով պետք է Գյումրիում քաղաքապետ լինի։ Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1% անհրաժեշտ քվեները, եւ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը։ Մայր Հայաստան դաշինքն ու Իմ հզոր համայնք կուսակցությունից Ռուբեն Մխիթարյանն առաջիններից էին, որ չնայած մինչև Գյումրու ընտրությունների ավարտը պնդում էին, թե որևէ կապ չունեն միմյանց հետ, սակայն ընտրությունների ավարտից հետո հայտարարեցին, պատրաստ են իրենց ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին։ Այժմ էլ Ղուկասյանն ու Գրիգորյանն են քաղաքական առևտրի մեջ։ Կոմունիստական կուսակցությունով առաջադրված Վարդան Ղուկասյանը, սակայն, ասում է, միավորվելու դեպքում փոխքաղաքապետի պաշտոնը Գրիգորյանին չի տա։ Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը հայկական ժամանակի հետ զրույցում մեկնաբանելով Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունները նկատում է, կուլիսներում առևտուր է գնում, ինչը կարող է եւ չհաջողվել։ Առնելով, որ Քոչարյանը սերժական այդ խմբակը վերջին շրջանում խորը հակասություններ ունի եւ դա արտացոլվում է, իրենց անգամ ծանր հրետանիները եւ падգամավոր կանանց են մեկի մյուսի դեմ հանել, գուցե չստացվի, բայց էլի դա պետք է ուղղել Մարտուն Գրիգորյանին եւ հավաքական առումով գյումրեցիներին, ով ինչ էր ուզում։ Ընտրել եք Վարդան Ղուկասյան, ընտրել եք Մարտուն Գրիգորյան, ընտրել եք մեծ հաշվով կրեմլահպատակ ուժերի, սիրելի գյումրեցիներ, ձեր եփած ճաշը բարով վայելեք։ Մկրտչյանը կարծում է, Գրիգորյանի պատասխանները ուշանում են քաղաքական առևտրի պատճառով։ Նրան աջակցող հանրապետականները քննարկումների մեջ են նաև Կրեմլի հետ։ Կուլիսներում քննարկումներ ա գնում, քննարկում ա Երևանում նստած իր անմիջական ղեկավարի հետ, գուցե Երևանում նստած անմիջական ղեկավարը զեկուցում ա Կրեմլ, այնտեղից ա սպասում որևէ այսպես ցուցման, հանգիստ եկեք սպասենք, տեսնենք ինչ կորոշեն, առանց խուճապի մատնվելու, առանց ինչ-որ այլ գործողություններ իրականացնելու։ Իսկ թե ինչու գյումրեցիների որոշ մասը իր ձայնը տվեց Վարդան Ղուկասյանին, Մկրտչյանն ասում է. Գյումրիում շարունակում ա գյումրեցին ընտրություն կատարել թաղային հեղինակությունների խոսքը հաշվի առնելով, որովհետև քարոզչական էլի ողջ ընթացքը նայեք, որովհետև իշխանությունը տեսնում էր մեկ Սարիկ Մինասյանին, մեկ էլ մնացած բոլոր ուժերին համեմատում էր Վարդան Ղուկասյանի հետ։ Քաղաքագետը հիշեցնում է, թե ինչ անցյալ ունեն Վարդան Ղուկասյանին ձայն տվող ընդդիմադիր ուժերը։ Քաղաքական կարիերայի ընթացքում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մինիմում 3-4, մյուս տեխնացուն 5-6 քաղաքական հոսանքի է հարել, անլուրջ է էլի։ Թողեք գյումրեցիները իրենց էփած բորշը վայելեն։ Բացարձակապես արդեն իսկ տարբեր դրվագներով ապացուցված ստախոսները, բանսարկուները, առավել եւս օտարերկրյա պետությունների շահերը ներկայացնողները, Պուտինի ոտքերը լվացող ջուրը խմողները բացարձակապես չեն հետաքրքրում։ Գիտեք, ես այդ դիսկուրսի մեջ ի տարբերություն օրվա իշխանությունների չեմ մտնում։ Եթե կա կրիմինալ, այդ կրիմինալի գլուխը պետք է հենց բնում ջարդել, ոչ թե մտնել մրցակցության մեջ եւ քաղաքական պայքարի մեջ։ Եթե կա թալան, այդ թալանը պետք է վերադարձվի։ Ոչ թե այսպես անտեղի զրույցներ։ Եթե ամեն դեպքում Գյումրին գնա այդ երկրորդ ընտրություններին, այդ դեպքում ինչ պատկեր կարան կանխատեսել։ Դե չգիտեմ, էլի, պետք է հասկանանք, դասեր քաղում է քաղաքացիական պայմանագիր էս ամեն ինչից։ Սեփական թիմը նորօրյա, մերօրյա, նոր օծված, նորաթուխ կոռուպցիոներներից եւ այլ պաշտոնյաներից քաղաքացիական պայմանագիրը ձեռբազատվում է, կադրային ջարդ եւ ներկուսակցական ջարդ իրականացվում է, թե ոչ։ Նրա խոսքով, եթե հանրապետականներն ու քոչարյանական ուժերը Գյումրիում լինեն իշխանության, քաղաքը եւս 5 տարով հետ կգնա։ Գյումրին այսպես թե այնպես 5 տարով ետ է մնացել, հաշվի առնելով Բալասանյան դաշինքի անգործունակությունը։ Եվս 5 տարով Գյումրին հետ կընկնի, եթե կրկնընտրություն չլինի եւ եթե գյումրեցին խորը չմտածի իր ընտրության հարցում, առհասարակ արժեր այսպիսի ընտրություն ալեն։ Իրենց դուրա գալիս է ընտրությունը, թե ոչ։ Մարդը խորանում հոգեվորականին գնդակահարելուց է խոսում, ինչ որ սեքսիստական հայտարարություններ անում։ Դե գիտեք, զանգերն է,
խլացնում եկեղեցու, կոմունիստների հետ հավատացյալա խաղում, նոնսենս է։ Հարություն Մկրտչյանը դժվարանում է ասել, արդյոք 16 օր անց կկայանա Գյումրու ավագանու Անդրանիկ նիստը։ Միաժամանակ նա չի բացառում, որ Գյումրիում հնարավոր են նոր ընտրություններ։ Թիմ ընտրությունների համատեքստում, գիտեք, ես ուզում եմ այստեղ հարց բարձրացնել, որ առհասարակ այս ընտրական օրենսգրքով, այս ձևով Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքում հնարավոր է այդպես էլ իշխանություն չձևավորվի։ Ասում թիմ օրենսգիրքը պետք է փոխվի եւ կայուն մեծամասնություն ունեցող կամ ընտրողների մեծամասնության քվեն ստացած որևէ տեխնացու եթե ստանում է կարողանա քաղաքը կառավարել, քաղաքը ղեկավարել, թե չէ, այս տուրբուլենցիան եթե շարունակական լինի, իսկ Գյումրիում կարծես թե ամեն ինչ տանում է կրկնընտրության, որևէ լավ տեղ մեզ չի տանելու։